Եվս խաղությանս տրավաչեսու գնգալգեցո և օրմյա և պարկ, որ և որդով և ոգունի սրպո, այժմ և միշտ և ավիդյանս հավետենից ամեն։ Գոթատեր իոքիս մերն անջե Zaynep poen harnen merial kevkan arachi avolko bemin Այսօր նաև Լևոնտյանց քահանայից տոնն է, բայց ես այնքան շնորհակալ եմ, որ ինձ առիթ ընծայվեց, որ ոչ միայն քահանաների հետ պատարակ անենք մենք մայրաթորում, այլ այստեղ իշատակենք մեր սրբի իշատակը Անդրանիկ Օզանյանի, որ 3 հոբելյան է գրեթե մեզ բաժանում այն օրից, որ ծնվեց փետրվարի 29։ Ես կուզեի իմ խոսքը բարուրել Անդրանիկ Օզանյանի կրտսեր ժամանակակից հայտնի գրող և հրապարակախոս Արամ Հայգազի խոսքերով։ Փառք հեղափոխության, փառք անոր հիմնադիրներուն, առաջնորդներուն, լեռներուն վրա քարը բարձ ընողներուն, եզը ծախելով զենք առնողներուն, Սամանագլխում վրա արյուն թափող ու կյանք տվողներուն, յարը փոխան զենք գրկողներուն ու բոլոր մեծ ու փոքր, համեստ ու անհիշատակ հերոսներուն փառք։ Եվ մենք այս բարձունքից, երբ նայում ենք մեկ այլ բարձունքի, որ ճաճանչում է իր լուսափառ ճակատով մասի դեռ Փաշան խոսք ունի ասելու և մենք գիտենք, որ այսօր բոլոր անդրանիկների տոնն է, ես ուզում եմ պարոն քաղաքապետ նաև հիշել ձեր հայրիկի ոգին, որը նվիրյալ էր նաև մեր պետականակերտմանը։ Աստված այդ ոգին առաջնորդի բոլոր անդրանիկներին և այն փոքրերին, որ եկել կանգնել են նույնպես այստեղ, որ սերնդե-սերունդ այս հիշատակը պայծառ պահեն։ Հիշատակն արդարուն, օրհնության բերիցի, ամեն։ Հիմա
Հայ ժողովուրդը իր ճակատագրի բերումով մոտ լինելով մշտապես ռազմական գիտությանը եւ ռազմական իրադրությանը միշտ ունեցել է զորավարներ, ովքեր որ իրենց թե ազգային արժանապատվությամբ, թե միջազգային համբավով համապատասխան ներդրում են ունեցել եւ մեր պայքարին ընդհանուր եւ նաեւ այն իրադարձություններին, որ տեղի ունեցել աշխարհում եւ կարծում եմ, որ այդպիսի զորավարներից մեկը Անդրանիկ Օզանյանն է, որի 149-րդ տարեդարձը այսօր մենք նշում ենք, հաջորդ տարի երևի թե ավելի մեծ շուկով կնշենք 150-ամյակը ծննդյան եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր զորավարներին, որովհետեւ նրանք կանգնած են եղել մեր ազգի փրկության նշված ժամանակահատվածներում եւ իրենց ռազմական ներուժով, ռազմական գիտության իմացության, ուրեմն կազմակերպչական ունակություններով համապատասխան ընթացք են տվել այն գործողություններին, որոնք ուղղված են եղել հայ ժողովրդի նկատմամբ համապատասխան, ասենք, պատերազմական գործողություններ ծավալելով։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս նաև պարտն է, որպեսզի նրանց փորձը, նրանց օրինակը մենք տարածենք նաև այսօրվա մեր բանակաշինության գործընթացում։ Անդրանիկ Օզանյանի խորքերից են հետևյալ խոսքը, որ եթե ձեզ թվում է, թե առանց զենքի իմացության եւ առանց զորավարժությունների մենք կարող ենք ունենալ կանոնավոր ստորաբաժանումներ, ապա դա տղայական միամտություն է եւ այդ խոսքերը հիմք ընդունելով այսօր մենք կառուցում ենք բանակի առօրյան անհատական պատրաստությունից մինչեւ ստորաբաժանումների ներդաշնակում եւ համապատասխան զորավարժությունների ընթացքում կատարելագործում մեր մարտական կարողությունները։ Սա է այսօրվա խորհուրդը եւ անչափ կարեւոր է, որ մենք ժամանակի ընթացքում կարողացանք նաև Անդրանիկ Օզանյանի դին բերել այստեղ եռաբլուր եւ նահանգչում է Արցախյան գոյապայքարի մեր մարտական ընկերների կողքին հավերժ նրանց համար եւ մեզ բոլորիս համար որպես հանդիսանալով հզոր հրամանատար, հզոր խորհրդանիշ։ Եթե մենք կարողանում ենք մեր երկիրը տանել դեպի առաջ, դեպի զարգացում, եթե մեր անվտանգությունն ապահովող այսօրվա զինուժը հայկական բանակը օրոստորե կատարելագործվում է եւ կարողանում է ապահովել մեր ժողովրդի խաղաղությունը, դա նշանակում է, որ Անդրանիկի նման մարդիկ այսօր մեզ հասարակության մեջ շատ-շատերն են կան եւ մենք պարտավոր ենք այնինչ մեր երեխաներին, մեր զավակներին դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորեցնում ենք, մենք պարտավոր ենք հասարակության մեջ գտնել նման օրինակներ եւ նման օրինակների վրա դաստիարակել։ Երևանի քաղաքապետի հետ, քաղաքապետարանի հետ ունի արդեն ավանդույթ ամեն տարի այսօրը այցելել եռաբլուր, խնկարկել զորավարի հիշատակին եւ դաս առնել։ Անդրանիկի դասերը շատ են, անսահման են։ Անդրանիկն ունեցավ մի կենսագրություն եւ ճանապարհ, որ կարող էր բավարարել ու երջանկացնել տասնյակ ազգեր, տասնյակ բանակներ ու կուսակցություններ։ Բայց Անդրանիկը հայ ժողովրդի սիրասուն զավակն է եւ ճիշտ է հարցադրումը, իսկ ինչ է տալիս օրը երիտասարդությանը։ Այո, օրը ամենամեծ խորհուրդն է տալիս դաս առնել Անդրանիկի կյանքից եւ լոկ դաս առնելու իմաստով չէ սա, այլ շարունակել այն գործը։ Ի վերջո Անդրանիկի ողջ կենսագրությունը մեկ բառով կարելի ասել անսահման ու վճռական պատասխանատվություն իր ժողովրդի հանդեպ։ Ուստի այսօրվա երիտասարդության բոլորիս եւ մեր սասունցիների ու մշեցիների, տարոնցիների հոգու պարտքն է Անդրանիկից սովորել պատասխանատվություն։ Ամենից առաջ մենք ենք պարտավոր Անդրանիկի առջև լինել պատասխանատու, սերունդներին դաստիարակել խորը պատասխանատվությամբ, խորը հայրենասիրությամբ, որը դարձյալ ինչ լեզվով կուզես թարգմանի, մեկ է Անդրանիկը հրամայաբար մեկ բան է պահանջում մեզնից ու գալիք սերունդներից՝ սիրել երկիրը, անսահման սիրել ժողովրդին եւ ապրել պատասխանատվությամբ։ Ահա օրվա խորհուրդը եւ օրնյալ լինի ծնունդը մեր զորավարի։ Ազգովի պետք է ասենք աչքդ լույս Հայաստան, որ ունես Անդրանիկ։ Պարոն Արյան, կարող է չծառայած քաղաքապետը դասեր առնել Անդրանիկ Մարգարյանի դասերը կերտել եւ հետագայում զերունդներին դաստիարակել նույն ոգով։
որևէ կապ չունի ձեր ասած հարցադրումը մարդու դաստիարակության եւ հայրենասիրության հետ։ Մյուս պաշտոնյաները Ուրեմն կապ չունի բանակ ծառայած լինել չլինելը։ Որևէ կապ չունի հայրենասիրության եւ պատասխանատվության մեջ։ Ոչ պակաս ծառայություն է այս օրերին։ Մատուցվող ծառայությունը Հայաստանին ու քաղաքացուն։ Պարտադիր չի լինել հենց սահմանի առաջի գծում։ Պատասխանատվությունը սահմանապահ ձեր մեջ է, իմ մեջ է, բոլորի մեջ է։ Պարտադիր չի։ Որևէ կապ չունի։